Դու որ լավ ես սովորում, քեզ չեն ասում դու պիտի կարդիոխիրուրգ դառնաս։ Փոքր տարիքից մի հատ մասնագիտություն էր ընտրել իր համար, ուրիշ ոչ մի մասնագիտության մեջ իրան չէր պատկերացնում։ Մենք ճիշտ է որ օգտագործում ենք մեր ուղեղի 10%-ը։ Հիշողության բարելավման, ուշադրության բարելավման լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է։ Մի սերունդ կար, որ մենք մեղադրում ենք, որ բժշկի չի գնում, հիմա մի սերունդ է եկել, որ անդադար բժշկի է գնում։ Առողջությունը առաջին հերթին պացիենտի սեփականությունն է։ Այն որ կանխարգելի չէ հետազոտություն, որ կարող ասի այ քո մոտ գիտես ինսուլտի ռիսկը բարձր է։ Իշեմիկ կաթվածի դեպքերի 90%-ը կարելի է կանխել։ Ողջույն սիրելի YouTube-յան մեր հետևորդներ, այսինքն կուլտուրական եք ուզում ես խոսեմ, բայց դա չի ստացվելու, որովհետև իմ հաղորդումն է ոնց ուզում խոսում եմ, չեք ուզում մի նայեք։ Այսօր խոսելու ենք շատ ծանր հիվանդություններից, բայց շատ թեթև մարդու հետ, ու մարդ, ով մեր ինձնից մի կուրս բարձր էր, շատ լավ էր սովորում, ու իմ համար հարց է առաջանում, բարև ձեզ, պարոն Պետրոսյան, Մասիվի հիվանդանոցի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի նյարդաբանության բաժանմունքի ղեկավարն այսօրվա մեր հյուրը, ու իմ մոտ հարց է առաջանում, դու որ լավ ես սովորում, քեզ չեն ասում դու պիտի կարդիոխիրուրգ դառնաս։ Ոնց որ բոլոր լավ սովորողներին ասում են։ Այդ ստերեոտիպ է, բայց այդ ստերեոտիպը գործում էր 90-ականներին, որ եթե դու շատ լավ ես սովորում, ուրեմն պետք է գնաս ամենաբարդ ու ամենաայսպես կյանքի առումով թաղված մասնագիտությունները, այդ թաղված բառը հարաբերական է, որովհետև իրոք, եթե ընտրում ես այդ մասնագիտությունները, դու ուղղակի մտնում ես դրա մեջ ու դուրս չես գալիս, բայց կարծում եմ մեր սերունդից սկսած մի քիչ ավելի օբյեկտիվ էր քննադատությունը ու մեր ընտրությունը շատ հաճախ կայանում էր հենց այն մասնագիտության վրա, որ մենք տեսնում ենք մեզ դրա մեջ։ Դրա համար այդ ձևակերպումները, որ կարդիոխիրուրգ եւ այլ, այդքան մեծ անդրադարձ չեն ունեցել, որովհետեւ առաջի կուրսից ընդունվելուց ես գիտեի, որ նյարդաբան եմ դառնալու ու վերջ։ Ես այն շատ կաղապարված մարդկանցից եմ երևի, որ փոքր տարիքից մի հատ մասնագիտություն էր ընտրել իր համար, ուրիշ ոչ մի մասնագիտության մեջ իրան չէր պատկերացնում։ Բայց խի հենց նյարդաբան, ինչ որ դու ես նյարդաբանի մոտ եղել բժշկի, ինչ որ դուրդ եկել են։ Բացարձակապես, ուղղակի շատ փոքր տարիքից, երբ որ գիտաֆանտաստիկայով էի հետաքրքրվում, ու այդ ամեն ինչը տանում էր մենակ մի ուղղությամբ դեպի ուղեղը, որովհետև ուղեղը իր կազմությամբ, իր կապերով եւ ընդհանրապես որպես կենսաբանական եւ եթե ամենաբարդ համակարգ միշտ ինձ շատ հետաքրքրել է։ Ու դրա համար մասնագիտությունը, որը հենց պիտի ուղղված լիներ, պետք է ուղղված լիներ այդ ուղեղի ուսումնասիրությանը եւ իրան առնչվող հարցերին, բնականաբար առաջին տեղում հայտնվեց իմ մոտ ու անդադ հետաքրքրվելով, կարդալով, ուսումնասիրելով, հոբից ինքը դարձավ մասնագիտություն ու կարծում եմ կյանքից լավագույն մասնագիտական որոշումներից մեկն էր հենց դա։ Այստեղ հետաքրքիր միտք առաջացավ, ես որոշել եմ անդադ մենք այսօր ինչ-որ ինսուլտից, ստրոկից խոսանք, որպես ինչ անել կանխարգելել, ինչ պետք է բանանել, բայց իմ մոտ քանի որ ուղեղից խոսքը գնաց ուղեղի ֆունկցիաներից, կարելի է մի փոքր նվիրել հենց դրան, որտեղ մարդիկ ուղեղի ֆունկցիաներն այսօր Instagram բլոգերներ կան, ոչ բժիշկներ, որոնք ուղեղին վերագրում են ինչ-որ գերֆունկցիաներ, հենց վստահ են խոսում ինչ-որ ֆունկցիոնալի մասին, որ օրինակ ձեր լիմբիչեսկի համակարգը աշխատում է, որովհետև, չգիտեմ, սենց, ու կուզենայի մի քանի հարցել հենց ուղեղից խոսենք։ Մենք ճիշտ է որ օգտագործում ենք մեր ուղեղի 10%-ը։ Այդ ձևակերպումները իրականում այդքան էլ գիտական առումով ապացուցահեն չեն, որովհետև տոկոսային բաղադրությամբ ոչ ոք չի կարող ասել իրականում մենք օգտագործում ենք յուրաքանչյուրս մեր ուղեղի հնարավորությունները գրեթե ամբողջությամբ ֆունկցիոնալ տեսանկյունից։ Այլ բան է, թե մենք ինչքանով դեռևս կարող ենք զարգացնել այդ հնարավորությունները, որովհետև ուղեղի գործառույթները առաջին հերթին դա միջնեյրոնային կապերն են։ Ինչքան հարուստ են այդ կապերը, ինչքան բարդ են այդ կապերը, այնքան բարդ է ֆունկցիոնալությունը։ Իսկ այդ կապերը ձևավորվում են մեր կյանքի ընթացքում։ Մարդը չի ծնվում այդ կապերով։ Երեխան երբ որ ծնվում է, իր ուղեղի սինապսների քանակը x է, եւ տարիների ընթացքում այդ x-ը բազմապատկվում է տասնյակ, 100, նույնիսկ միլիոնավոր անգամներ։ Եվ որքանով որ մենք զարգացնում ենք մեր ուղեղի հնարավորությունները, այդքան էլ այդ ֆունկցիոնալությունը բարձրանում է, այսինքն մեր ուղեղի զարգացման ֆունկցիոնալության աստիճանը ուղղակիորեն կապված է մեր կյանքից, մեր ապրելակերպից, մեր գործունեությունից, մեր մտավոր հնարավորություններից, մեր նախընտրություններից, որովհետև այդ ամեն ինչը սկսվում է դեռևս փոքր տարիքին։ Նեյրոֆիզիոլոգիան շատ հիմնական գիտություն է, որը որ շատ վաղուց բացահայտել է, որ մենք փոքր տարիքից սկսում ենք ստեղծել այդ կապերը, օրինակ երեխային տալով երաժշտական կրթության, երաժշտական գործիք նվագելու, օտար լեզուներ սովորելու, սպորտով զբաղվելու եւ այլ, այդ ֆունկցիոնալությունը գլխուղեղի գնալով աճում է, այսինքն դա ուղղակիորեն կապ ունի եւ ինտելեկտի հետ, եւ մեր մտավոր հնարավորությունների հետ, եւ բնականաբար նաեւ գործարական առումով ուղեղի ֆունկցիաների հետ։ Հետևաբար ասել ինչ-որ տոկոսի մասին կարծում եմ այդքան էլ օբյեկտիվ չի, բայց հնարավորությունները ուղեղի իրականում բավականին մեծ են եւ անսահման են եւ նույն մարդու մոտ այդ հնարավորությունների բացահայտումը ոչ ոք չի կարող ասել ինչ սահմաններում կարող է տեղի ունենալ։
Իսկ այդ օրինակ մենակ երեխա տարիքում մարդը կարա իր ուղեղի ֆունկցիոնալը Բացարձակապես։ Մեր գլխուղեղը իզորիա ցանկացած տարիքում ստեղծել նոր ֆունկցիոնալներ, նոր կապեր, սինապտիկ նոր կապեր, որոնք որ շատ-շատ կարևոր են նաև շատ ավելի ուշ տարիքում որոշ խնդիրների կանխարգելման համար, մեկ թեկուզ հենց դեմենցիան, որը որ դարի չարիքներից մեկն է, ցավոք սրտի ազգաբնակության տարիքի մեծացման է զուգընթաց բավականին աճում է թուլամտության հաճախականությունը, տարբեր տեսակի դեմենցիաների հաճախականությունը եւ իրականում ուշ տարիքում սկսված ֆիզիկական ակտիվությունը, օտար լեզուների սովորելը, մենտալ գործառույթի ակտիվությունը ինքը նույնպես կանխարգելիչ էֆեկտ ունի այդ խնդիրների կանխման համար, այնպես որ ցանկացած տարիքում էլ ուշ չսկսել։ Հետաքրքիր է, վերջերս մի քանի սպորտսմենների բան եմ նայում, կենսագրություն ֆուտբոլիստների, նայում ես կենսագրությունները այդ ֆուտբոլիստների ու քեզ թվում է ինքը արդեն մահացել է։ Մեկնամից չէ, էլի 96, 97, 98 տարեկան է, հարցազրույցներն ես նայում ուղեղը փայլատակում է ու դա հենց կարելի է կապել նրա հետ, որ ինքը օրինակ կյանքի մեծ մասը սպորտային կյանքով ապրել, ֆուտբոլիստ է եղել։ Չի կարելի ասել միայն այդ պատճառով, բայց այն որ ֆիզիկական ակտիվությունը շատ-շատ մեծ ներդրում ունի մեր երկարակեցության ու կոգնիտիվ ֆունկցիաների բարելավման համար, դա միանշանակ, որովհետև շատ հաճախ պացիենտները, մանավանդ երիտասարդները ներկայիս մեծ ծանրաբեռնվածության պայմաններում, այդ շատ մոդայիկ դարձած բռնաութի պայմաններում, որի ամենաարտահայտված գանգատներից մեկը երևի հոգնածությունն է, մենտալ, այսպես ասած, դանդաղումը, շատերը ուշադրության դեֆիցիտ են գանգատվում են, որ հիշողությունը վատ չի։ Երբ որ մենք խոսում ենք ոչ օրգանական, ոչ կառուցվածքային ծագման պատճառների մասին այդ խնդիրների, դրանցից ամենաառաջինը այդ ֆիզիկական ակտիվության սահմանափակումն է։ Եվ երբ որ մենք պացիենտին բացատրում ենք, որ գիտեք, ազնիվ չի, որ մենք ձեզ սկսենք շրջնդային հավելումներ, անկապ դեղեր նշանակել, որ հիշողությունը լավանա եւ այլ, հիշողությունը երիտասարդ տարիքում առանց կառուցվածքային հիվանդության բարելավող դեղեր չկա։ Հիշողության բարելավման, ուշադրության բարելավման լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է։ Այսինքն, եթե պացիենտը սկսի զբաղվել, տվյալ դեպքում ինքը պացիենտ էլ չի, որտեղ ընդհանրապես ապրելակերպի խնդիր ունի։ Մարդը, որ ունի գանգատներ, սկսի զբաղվել կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ, ունենա կանոնավոր ֆիզիկական ակտիվություն, դա ամենալավագույն միջոցն է գանգատները հետ տանելու, նահանջ գրանցելու համար։ Հետևաբար, այո, ֆիզիկական ակտիվությունը չափազանց կարևոր այսպես ասած գործոն է ուշ տարիքում մենտալ ակտիվությունը պահպանելու համար։ Բժշկական արտահակուստը բժշկի գլխավոր ատրիբուտներից մեկն է, այն կարող է ապահովել լավ տրամադրություն ամբողջ օրվա համար, ինքը կարա ցույց տա, թե ինչքան կարևոր է ձեր աշխատանքը ու ամենակարևորը, կարա կեղտոտվի, դեռ շորերը չկեղտոտվեն։ Բժշկական արտահակուստը պետքա լինի հարմար, պետքա լինի շնչող, պետքա արագ լվացվի ու շատ արագ հարթուկվի, մեկ-մեկ նույնիսկ չհարթուկվի։ Այն նմանատիպ արտադրանք ձեզ առաջարկում է Ախուրյանում, Շիրակի մարզում արտադրվող Go Medical-ը։ Մարզային ստարտափ զարգացնելու ամենալավ քայլը կլինի Go Medical-ից գնել ձեր բժշկական արտահակուստը, որը ունի շատ գերազանց որակ, այն թանկանոց 30-40 հազարնոց ֆորմեկի որակից ունի, բայց վաճառվում է սկսած 18,000 դրամից։ Առողջ եղեք։ Իդեպ ես այդ եմ հագնում։ Պակա։ Դրա հաջորդ этаպը մեր մոտ են գալիս, որովհետև այդ հոգնածության մենթալ բանին գումարվում է հաճախամիզությունը։ Գալիս են գլխուղեղի MRT-ն արած եւ այլն ամեն ինչ արած, կստացի MRT-ից էլ է կարելի խոսալ, ինչքան անհիմն են էլի մարդիկ շատ ժամանակ անում, գալիս են ու երբ որ դու մարդուն բացատրում ես, չէ, քեզ պետքա սպորտ, սնունդ, քեզ պետքա, չգիտեմ, հոգեթերապիա արդեն, քեզ պետքա, չգիտեմ, քո ժամանակային, քո գրաֆիկը կազմելվա, մարդիկ դա չեն ընդունում ու սկսում են գինկոբիլոբաներ, վիտամին D, վիտամին C ու այդ հավելումները ես նկատել եմ ուրիշ տենդենց։ Մի սերունդ կար, որ մենք մեղադրում ենք, որ բժշկի չի գնում, հիմա մի սերունդ է եկել, որ անդադար բժշկի է գնում ու անդադար ինչ որ նստած է վիտամինային կոմպլեքսների վրա։ Անգամ դրա մասին վիդեո ունեի, մարդկա 15 տեսակ վիտամիններ օգտագործում օրվա ընթացքում։ Ու իր մոտ խնդիրներ եկել էին հենց դրանից։ Հաջորդը հենց այդ անհիմն MRT-ները։ Մարդ ունի հիշողության կորուստ կամ չգիտեմ անուշադրության բան կամ ասում է որոշ չափով նյուկլյուժի եմ դարել, բայց օրինակ այդ մարդը իր այդ մանր մատորիկան նորմալ աշխատում է, որ ինքը կենտրոնանում է, նյարդաբանին անցնում են ու գնում են միանգամից գլխուղեղի MRT-ի, ողնաշարի MRT-ի, որոշակի ցավերի պակամ, ինչքանով է դա արդարացված։ Դա իհարկե չափազանց ցավոտ խնդիր է, որովհետև ոչ մենակ MRT-ն, այլ ընդհանրապես հետազոտությունների սպեկտրը բավականին չարաշահվում է։ Եթե խոսքը վերաբերում է նյարդաբանությունում մենք այն եզակի մասնագիտություններից է երևի, որ եթե պացիենտին շատ մանրամասնորեն զննել, շատ մանրամասն լսել, դա 90% դեպքերում կարող է ախտորոշման վերաբերյալ մեզ լիարժեք ինֆորմացիա տալ։ Այսինքն շատ հաճախ ուղղակի պացիենտին adekvat ժամանակի տրամադրումը, լսելը, պատմությունը, գանգատները, զննելը նյարդաբանական առումով
արդեն իսկ բացառում է հնարավոր տարբեր գործոններ, որտեղ շատ հաճախ պատմությունը արդեն իսկ բացառում է ռադիոլոգիական հետազոտության իրականացման անհրաժեշտությունը։ Իհարկե որոշ դեպքերում, երբ որ մենք կարմիր դրոշներ ենք տեսնում, նախընտրում ենք անել բացառելու համար, որոշ դեպքերում անում ենք, երբ որ պացիենտը շատ տագնապային է եւ ինքը միևնույնն է չի համոզում, չի վստահում խոսքին, այո, որպեսզի նաեւ իր առումով հոգեբանորեն հանգիստ լինի ինքը։ Դրոշներն է ասեք էլի։ Այո, կարմիր դրոշները շատ բան կարող են։ Օրինակ պացիենտ է գալիս, որ երիտասարդ է օրինակ, բայց նշում է, որ օրինակ բացի այդ մենտալ հոգնածությունից, թուլությունից եւ այլ, որ կարող է էլեմենտար ֆիզիկալ հոգնածության ախտանիշ լինել, ինքը նշում է, որ երբեմն ունենում են նաեւ անհասկանալի օրինակ թմրացության զգացում ձեռքում, որը տևում է 1-2 օր, անցնում է, ուշադրություն չեմ դարձնում, լրիվ վերականգնվում է։ Օրինակ մի տեսակ դժվար է քայլում 2 օր, հենց ինձ թվում է շատ հոգնած եմ ես եւ այլ, հետո վերականգնվեց։ Նման դեպքերում էլի զննման պարագայում եւ եթե նմանատիպ կարմիր դրոշներ կան, դա կարող խոսի օրինակ դեմիլիզացնող հիվանդությունների մասին, ցրված սկլերոզի, որտեղ վաղ փուլում շատ հաճախ գրոհի զարգացում է հիվանդության մեղմ ախտանիշներով, որը ինքնուրույն լուծվում է մի քանի օրում կամ շաբաթում։ Դրա համար պացիենտը ուշադրություն չի դարձնում։ Դա օրինակ կարմիր դրոշ է մեր համար, որ բացառենք դա, որովհետև երիտասարդ տարիքում անցողիկ նյարդաբանական դեֆիցիտը ամենահաճախ հենց պատճառը կարող հանդիսանալ ցրված սկլերոզը, որը որ երիտասարդ տարիքի հիվանդություն է։ Ինչ վերաբերում է ռադիոլոգիայի չարաշահման, այո, շատ հաճախ այդ չարաշահման հիմքում որոշակի էկոնոմիկ խնդիրներ կան հետազոտություն իրականացնելու համար, չարաշահման հիմքում բժշկի երբեմն մի քիչ ավել ապահովագրելու հարցն է իրեն, այսպես ասած, եւ որոշ դեպքերում նաեւ խորհրդատվության, այսպես ասած, ոչ բավարար ծավալ է, որ պացիենտին տրվում է քիչ ժամանակ, վերելուծելը հնարավոր չէ, այդ կարճ ժամանակում ավելի նախընտրելի արագ ինչ-որ հետազոտություն գրել, բացառել եւ անցնել առաջ։ Բայց իրականում դեպքերի մեծամասնությունում երբ որ մենք չունենք վտանգավոր ախտանիշներ եւ նույնիսկ կարող ենք իրականացնել կարճատև օրինակ դեղորայքային տրայել, տալ դեղորայք եւ դեղորայքի էֆեկտիվության դեպքում ապացուցում է, որ խնդիրը մեր կասկածածներ եւ 2 շաբաթ հետո արդեն ասել գիտեք ձեր մոտ ոչինչ չկա, պետք չի հետազոտել, այլ ոչ թե միանգամից է մեր տանել բացառել, նույն այդ 2 շաբաթվա բուժումը նշանակել։ Հետեւաբար այո, այդտեղ մի շարք հանգամանքներ կա, դա բժշկի իրեն ապահովագրելու գործոնն է, դա որոշ դեպքերում մասնավոր բժշկական կենտրոններում պարտադիր հետազոտություն նշանակելու ցուցումներն են եւ այլ։ Նույնը նաեւ այդ վիտամինների առումով ցավոք սրտի մենք չենք կարողանում շատ հաճախ այդ բարիերը հաղթահարել եւ դիտում մանավանդ ամբուլատոր օղակում տեսնում ենք, որ պացիենտին չափազանց շատ դեղորայք է նշանակվում անհիմն, մասնավորապես սննդային հավելումներ, որոնցով ուղղակի գերբեռնված է շուկան, որը որ կարծում եմ բացարձակապես եւ ոչ էթիկ առումով, ոչ բժշկական առումով, ոչ սոցիալական բեռի առումով արդարացված չի։ Ու շատ հաճախ հենց այդ սննդային հավելումների ֆինանսական բեռը պացիենտի վրա շատ ավելի մեծ է, քան իրական դեղորայքը։ Միանշանակ ու ես միշտ հիվանդին ասում եմ, քո բուժման ընդհանուր եթե դու ծախսը դիտարկես, մոտ 80% գնալու է քո ախտորոշման վրա։ Մեր մասնագետ, այսինքն, բայց դա մեծ գումար չի լինել, այսինքն գնալու է սոնոգրաֆիկ հետազոտության որոշակի անալիզների կամ բանի վրա, բայց նույն առումով իրան նշանակել բազմապիսի բիոակտիվ հավելումներ, ես չեմ ասում բիոակտիվ հավելումներ չեն օգնում, վատն են, բայց տեղ, ցուցում, ձև, եղանակ ամեն ինչն էլ հիմնավորված պետքա լինի։ Ինչ վերաբերվում է քո նշածին, մենք Հայաստանում ինձ ամենաշատը գիտես ինչն է վախացնում, որ մենք ահավոր մեծ հասանելիություն ունենք հետազոտություններին ու մեկ-մեկ մտածում եմ պետքա որ մենք այս աստիճան, այսինքն այսօր ով ունի 80,000 դրամ, կարա պոլիօրգան կատե անցնի։ Մի կողմից ասում ես հա, բայց մյուս կողմից այդ բերում է անհիմն ախտորոշումների, անհիմն հետազոտությունների, անհիմն ճառագայթման, հա։ Թեկուզ մենք այդպիսի դեպքեր ունեցել ենք, օրինակ զորակոչային փորձաքննության ընթացքում մենք ունեցել ենք երիտասարդ տղա, եթե չեմ զորակոչային տարիքի, որ սեփական նախաձեռնությամբ որոշել էր հետազոտություն անցնել երևի թե ինչ-որ բան գտնելու համար, բոլորս գիտենք, այո, հույսով արել պոլիօրգան կատե, որը որ պոլիօրգան կատե հետազոտությունը դա մոտավորապես 1 կամ 2, միգուցե սխալվեմ, բայց 1-2 տարվա ճառագայթային դոզայի նորման է գերազանցում, պլյուս կոնտրաստային նյութով, որից հետո ինքը գնացել էր զինկոմիսարիատ, իրեն ուղեգրել էին հիվանդանոցը նորից էր արել, պոլիօրգան չվստահելով իր ներկայացրածին, որից հետո ինքը գնացել էր գեներալնի կոմիսիա ասած, այսպես ասած կենտրոնական բժշկական հանձնաժողով, որտեղից որ իրարամերժ տվյալներ էին գտել երկու հետազոտության միջև, նորից էին նշանակել երրորդ պոլիօրգան կատե հետազոտությունը եւ փաստացի այդ տղան երիտասարդ 18 տարեկան 1 ամսվա ընթացքում ստացել էր երևի Չեռնոբիլին համարժեք ինչ որ ճառագայթման դոզա պլյուս կոնտրաստային նյութի ունեցած ռիսկերը վրա շատ։ Հիմա մեծ հարց է այդ պացիենտի մոտ այդ արդեն ձեր դաշտում է, ասեք ձեր կնոջ դաշտում է, ստերիլության, չէ, բացի ճառագայթման առումով
որ մենք կարող ենք հաջորդող տարիների ընթացքում այդ երիտասարդի մոտ օրինակ պտղաբերության հետ կապված խնդիր ունենանք։ Ոչ միայն պտղաբերության, մենք վերջերս Medscape-ներ հենց մի հատ մեծ ռանդոմիզացված հետազոտություններ, որ պարբերաբար կատեի հետազոտություն անցնելը վերում է քաղցկեղային բջիջներ, այսինքն մուտացիայի ռիսկերի բարձրացմանը, որովհետեւ մենք ճառագայթային դոզ, ինչքան էլ իրանք անվտանգ են, ինչքան են, բայց իրանք անհրաժեշտություն է պետք։ Բայց կումուլյատիվ դոզա կա, իսկ այս պարագայում ինքը մի ամսվա ընթացքում գերազանցել է իր 10 տարվա ճառագայթային նորման։ Հետևաբար նման դեպքեր շատ են, եւ դրանք պետք է կանոնակարգվի։ Հիմա առաջարկություն կա, որ եթե Արմեդ համակարգում կա պացիենտին արված հետազոտություն, то есть տվյալ կա, պետք է ռեալ գնահատել ինչքանով արդարացված ճառագայթային հետազոտության նշանակումը վաղ ժամանակահատվածում։ Դա պետք է կանոնակարգվի։ Երկրորդը նույն պացիենտին կարելի է նայեք, հիմա 3 անգամ ճառագայթել են, ընդհանրապես պետք է դիսկի 3 մարդ նայեր։ Էդ էլ հարցի մյուս կողմն է, էլի որ էդ էլ կարող լինի, բայց այնտեղ արդեն երևի ուրիշ բաներ են մարդկանց մտքով անցել։ Այստեղ նույնը երիկամաքարային խիթի ժամանակ մենք սոնոգրաֆիկ մի քանի օր հսկում ենք հիվանդին, եթե նույնիսկ քարը չենք տեսնում ենք, ասենք լայնացած բաժակ ավազանային համակարգն է, քարը չի երևում, մենք միանգամից կատա հետազոտություն չենք ուղարկում հիվանդին, որովհետև նույն խուսափելով նույն նմանատիպ խնդիրներից, էլի։ Քո թեման շարունակելը վերջերս դու ես երևի հանդիպել, որ Նոր Զելանդիայում բժշկի սխալ հասկացողությունը վերացրել են, այսինքն եթե բժիշկը դանակը չի վերցրել մտցրել հիվանդի մեջ, բժիշկի սխալ հասկացողությունը ու բժիշկները սկսել են արձանագրել իրենց սխալները։ Այսինքն որ այդտեղ MRT-ն բաց թողեցի, էդ էլ է բերելու ինչ որ պահի հավելյալ հետազոտություններ չնշանակելու։ Մարդը չի դնելու սենց սկսի ստուգել, այլ ռեալ սկսելով կլինիկայով զբաղվել, որ չի վախենա, որ վաղը կգնա երկրորդ գոլեգայի մոտ այնի կատեկանի կհասկանա, որ այ այստեղ միացնես փոքր խնդիր կար, քո սա խնդիրները տեղից էր գալիս։ Իրականում դրա մյուս կողմն էլ հենց ինցիդենտ ռիպորտների համակարգն է, երբ որ նույն թեկուզ հիվանդանոցային համաբանում հաստատություններում նույն մասնագետը կամ գոլեգան եւ այլ ինցիդենտ ռիպորտ է իրականացնում, այսինքն մատնշում է գոլեգայի իր եւ այլնի մնացած ցույց տված սխալը, որը որ այսպես ասած որակավորվում է ոչ թե այդ մարդու վատ որակ, այլ որակավորվում է որ աշխատանքի ընթացքում հնարավոր բաց թողում, որ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ եւ դա իրականում բարձրացնում է եւ զգոնությունը եւ բժշկական ծառայությունների որակը, օրինակ մեզ մոտ ներդրված այդ ինցիդենտ ռիպորտը, իհարկե շատ դժվար է սկզբից բացատրել, որ երբ որ դու գոլեգայից բաց թողումը բարձրաձայնում ես, դա գործ տալ չի, այլ դու օգնում ես պացիենտին, նույն գոլեգային նույն խնդիրը տալ, դե բոլորս կարող ենք սխալ ցույց տալ։ Դա իրականում շատ լավ արդյունքներ է տալիս։ Ինչ վերաբերում է հետազոտությունների չարաշահման, ես շատ պարզ օրինակ ունեմ, որը երբեմն բարձրաձայնում եմ որպես տիպիկ օրինակ նյարդաբանությունում եւ հետազոտությունների եւ ախտորոշման եւ այլն չարաշահման, այդ թվում նաեւ միջամտական ծառայությունների, դա սովորական միգրենն է։ Երբ որ միգրենը կլինիկական ախտորոշում է, այսինքն միգրենի դեպքում մենք չունենք գործիքային հետազոտություններ, որոնք իրականացնենք հաստատելու համար հիվանդությունը։ Միգրենի ախտորոշումը դա որոշակի անամնեստիկ կլինիկական տվյալների համապատասխանումն է։ Եվ երբ որ էլի մենք չենք տեսնում կարմիր դրոշներ պացիենտի պատմածի եւ զննման տվյալներում, այդ պարագայում նշանակում է բուժում։ Եթե դա քրոնիկ միգրեն է հաճախակի գլխացավերով, նշանակում է կանխարգելվիչ բուժում, որի նպատակն է գլխացավի հաճախությունների կրճատումը։ Տասնամյակներ շարունակ միգրենի կանխարգելումը չափազանց էժան եւ էֆեկտիվ է։ Այսինքն այն դեղորայքը, որը կանխարգելում է էֆեկտիվորեն 20 օր գլխացավը ամսվա ընթացքում դարձնելու 2 օր, ամսական կուրսը բուժման արժի մոտավորապես 600 դրամ։ Առանց չափազանցնելու։ Այդ որտեղն է։ Պրոպրանոլոլն է, որը արժի 200 դրամ, միտուփը եւ ամիտրիպտիլինն է, օրինակ, որը արժի ենթադրենք 400 դրամ։ Էլի, հա, 400 դրամ կամ 300 դրամ։ Այսինքն պացիենտին կարող ես 600 դրամ տեղ նշանակելով 2-3 ամսվա ընթացքում իրեն հաշմանդամեցնող ֆունկցիա ժամանակավոր անաշխատունակություն առաջացնող գլխացավը դարձնել 20 օրից 2 օր եւ դա մեծ մասամբ էֆեկտիվ է։ Բայց Հայաստանում ինչ է արվում։ Սկսում է պացիենտը հետազոտվել։ MRT հետազոտություններ եւ այլ, որոնց ցուցումը չկա։ Եթե պացիենտը տիպիկ կլինիկական պատկեր է տալիս։ Երկրորդը չափազանց շատ տարածում են գնել միջամտական եղանակները, երբ որ ամեն մարդը, որ դուռը բացում է, այդ ընդհանրում ոչ բժշկական ասեն, դա կարող է կոսմետոլոգ, դա կարող է բուժքույր, դա կարող է անթային վիրաբույժ, դա կարող է ընդհանրապես բոտոքս, 2 օր գլխացավ ունեք, ուրեմն եկեք միանգամից բոտոքս անենք։ Այսինքն պացիենտին էֆեկտիվ, էժան եւ ապացուցված տվյալի փոխարեն միանգամից առաջարկվում է մի քանի $100 արժողությամբ միջամտական ծառայություն, որը ոչ միայն էթիկական, այլև բժշկական սխալ է։ Եվ այլ, օրինակ մենք որ բոտուլինոթերապիայի մասնագիտացված կենտրոն ունենք Հայաստանում, մենք շատ ավելի քիչ ենք միգրենիոզ գլխացավերի համար ներարկում իրականացում, եւ եթե համեմատենք ինչ որ օրինակ կոսմետոլոգիական կենտրոն, որը որ աչուձախ ներարկում է։ Գրիգոր Լուսավորիչում է։
կլինիկան, հա։ Որովհետև ցուցումները պետքա լինեն։ Գրիգոր Լուսավորչում ունեք բոտուլինոթերապիայի առանձնացված կենտրոն մեջը։ Այո, 2019 թվականից մենք ունենք բոտուլինոթերապիայի կենտրոն եւ Դրա մասին մանրամասն երկու բառով կասեք էլի, դա շատ հետաքրքիր է։ Բոտուլինոթերապիան էս պարագային բժշկական Դե ցուցումներն պարզ է, է, այսինքն բժշկական բուժական ներարկումներ են, ոչ էսթետիկ եւ բուժական ներարկումները վերաբերվում են նյարդաբանական հիվանդությունների ամբողջ սպեկտրին, որոնք որ առաջնային կամ երկրորդային բուժման միջոց է բոտուլինոտոքսինի ներարկումը։ Դա վերաբերում է օրինակ բլեֆարոսպազմին, կոպերի ակամակցկումով ընթացող շարժողական խանգարումներին, ծուռվզությանը, տարբեր դիստոնիաներին, այսինքն մկանային գերակտիվությամբ ուղեկցող տարբեր դիրքային խանգարումներին, շարժողական խանգարումների սպեկտրում, տարբեր նյարդաբանական հիվանդությունների կամ ուղղակի ֆիզիոլոգիական օրինակ գերթկարտադրությանը, գերքրտնարտադրությանը, սպազմոտիկ դիսֆոնիային, երբ որ պացիենտի մոտ ձայնալարի դիստոնիա կա, այդ թվում նաև ձայնալարի ներարկումներ է իրականացում։ Երևի թե միակ մկանային խումբը, որ մենք չենք ներարկում, քանի որ դա մեր մասնակցությունն է, դա միզապարկն է, նեյրոգեն միզապարկի դեպքում դա ուրոլոգներին է եւ պրոկտոլոգիական պրակտիկային որոշ դեպքերում նաև կիրառվում է, դա էլ թողնել ենք պրոկտոլոգները։ Ձեզ հետաքրքրում է թե ոնց եմ ես ամեն ինչը հասցնում, ով ասաց որ հասցնում եմ։ Չեմ հասցնում։ Ինձ ուղղակի լավ օգնող մարդիկ կան, դա Spin Ideas Agency-ն է ու Spin Production-ը, ով կազմակերպում է իմ ամբողջ նկարահանման process-ը, ինձնից ասում եմ, գամ, նկարվեմ ու քաշեմ գնամ իմ ռադը։ Մնացածը իրանք են անում, այսինքն մոնտաժում են, post production են անում, տեղադրում են, տակի են լինքերն են դնում, լայք, դիզլայքերի քանակն են նայում, ասում են որ պահից վիդեոն առաջ տա ու գովազդատու են նույնիսկ ման գալիս մեր վիդեոների համար։ Իդեպ YouTube-ի մոնետիզացիան եկել է ու ժամանակն է մտնել YouTube ու փողեր աշխատել Spin Ideas Agency, Spin Production, այդ երկուսը միավորված ձեզ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր երազանքներին։ Այստեղ հետաքրքիր որ պրոկտոլոգիա բառը ասեցի, լրիվ շարժ էի պատրաստել, բայց որ ասեցի, այս վերջես է նույն ձև հիվանդ առաջին հենց միզային համակարգը կամ հենց պրոկտոլոգիական խնդիրները հենց առաջինը կարող խոսան գեներալիզված նյարդաբանական խնդիրների մասին ու պրակտիկայում քիչ չի եղել, երբ որ մարդը գալիս է, մեզս չեմ կարող պահեմ, մի քանի բառ հետո կղանք չեմ կարողանում պահեմ, այդտեղ արդեն զանգա որ մարդը գնա նյարդաբանի մոտ ու շատ մեծ տոկոս են կազմում, իմ արդինատրներն ասում են ոնց որ նյարդաբանական կլինիկա ալի մեկ, որովհետև շատ մեծ տոկոս է կազմում են պարագաները, երբ որ դու զննում ես հիվանդին ու դու հասկանաս որ ինքը տարիներ շարունակ բուժվել է ուրոլոգիական խնդրից, որի տակ ընդհանրապես, չգիտեմ, ընդհանրապես կարող ողնաշարի ճողվածք լինի ցավեր, որ ճառագայթում են կամ անամնեստիկ տվյալներում մարդը ասում է ցավեր ունեմ որովայնի հատվածում, եկե ոտերս է թուլանում։ Այդ ոտերը թուլանելու բա, չգիտես, խի շատ կլինիկաներում անտեսվում է, ասում է, հա դու բակ անալիզ հանձնի, բակ անալիզի հետ նշանակում է մի հատ էլ MPVS, MPVS-ի ֆոնին մի քիչ ինքը լավանում է, ու սկսում են այդ կլինիկական դիագնոզ, որ ասիր միգրեն, որպես նույնիսկ շագանակագեղձի բորբոքումն է, ինքը կլինիկական դիագնոզ է, չկա անալիզ, որ դու ասես քրոնիկ կոնքային ցավի կամ շագանակագեղձի բորբոքման համար կա բորբոքման այդ տերմինա բաներից կոմպոնենտներից մեկը պետք է լինի, այդ կոմպոնենտները բարձր չէ, որ MPVS-ով վերանալու են։ Դրա համար մենք մեր ուրոլոգիական պրակտիկայում այնտեղ շատ ենք հանդիպում, որ նյարդաբանական խնդիրների ինձ թվում է մնացած բոլոր բժիշկներն է պետք է շատ ուշադիր լինեն։ Մանավանդ մեծ տարիքում, եթե երիտասարդ տարիքում դրանց սպեկտրն բավականին քիչ է, ուշ տարիքում, 6-րդ տասնամյակ, 7-րդ տասնամյակ, երբեմն ուրոլոգիական խնդիրները կամ ավելի ճիշտ ձևակերպումը կլինի կոնքի օրգանների ֆունկցիայի նեյրոգեն կարգավորման խանգարումը, ինքը կարող է լինել ամենավաղ ախտանիշը մի շարք ծանր նյարդաբանական հիվանդությունների, նեյրոդեգեներատիվ պրոցեսների, սկսած Պարկինսոնի հիվանդություն, մուլտիսիստեմ ատրոֆիա եւ այլ, որոնց դեպքում այդ ախտանիշները, օրինակ անմիզապահությունը, պարբերական անմիզապահությունը, միզակապությունը եւ այլ, իրենք կարող են զարգանալ հիմնական հիվանդության ախտանիշներից տասնամյակներ առաջ, 10 տարի առաջ օրինակ պացիենտի մոտ կարող է սկսվել անհասկանալի օրինակ վեգետատիվ գանգատներ, օրթոստատիկ հիպոտենզիա, կոնքի օրգանների ֆունկցիայի կառավարման խնդիրներ եւ արդեն իսկ մի քանի տարի հետո նոր զարգանան առանցքային նյարդաբանական ախտանիշները։ Միացած հարց, ասենք 10 տարի առաջ իմացաք որ իրան Պարկինսոնիզմի ծանր բան է սպասվում։ Ինչ կարելի է այդ ընթացքում կա ինչ որ թերապիա, կա ինչ որ բուժում որ ցավոք սրտի հիմա եթե խոսքը վերաբերում է օրինակ Պարկինսոնի հիվանդությանը, չունենք մենք հիվանդություն մոդիֆիկացնող թերապիաներ, այսինքն հիվանդությունը մինչև հիմա բուժական մոտեցումը դա ախտանշանային է։
Եվ իրականում բավականին այդպես խնդրահարույց է շատ վաղ փուլում Պարկինսոնի ախտորոշումը, որովհետև իր դրսևորումները շատ տարբեր կարող են լինել, այսինքն պացիենտը օրինակ կարող է 20 տարի առաջ սկսի իր մոտ քնի ռեմփուլի վարքային խանգարում։ Եվ ինքը առանցքային ախտանիշներից մեկն է, որ հետագայում պացիենտը ռիսկ ունի զարգացնելու այդ սպեկտրի նեյրոդեգեներատիվ հիվանդություն։ Պացիենտի մոտ կլինիկական դեպրեսիան, տագնապային խանգարումը, էրեկտիլ դիսֆունկցիան եւ այլ կարող են զարգանալ շատ ավելի վաղ, օրինակ 10 տարի առաջ, քան թե կզարգանա, մինչեւ որ կզարգանա օրինակ իր դողը, մկանային ռիգիդությունը, այսինքն պարկինսոնիզմի հիմնական շարժողական ախտանիշները։ Դե արի հիմա խոսանք Սուրբ Գրիգոր Լուսավորիչից ու նյարդաբանական բաժան։ Այն ինչի համար որ քեզ կանչել ես, դեպի 20 րոպեն պրիլյուդիա էր էլի ասում։ Հիմա իմ մոտ անկեղծ, եթե ես քեզ լրիվ անկեղծ եմ այս հարցին պատասխան, իմ մոտ երբ որ մարդը ասում են ինսուլտ ունեն կամ ինսուլտի ախտանիշներ ունենք, այսինքն բան, ես այն թիմը, որ աշխատում է ձեր մոտ, քեզ տեսնելով, մնացած բոլոր բժիշկներին տեսնելով, ջեր ողջունել, Նարեն մեր հետ ա եղել նույնիսկ մեր սպինի գործունեության ամենասկզբում, միշտ ձեզ եմ խորհուրդ տալ, ասում եմ, ես չեմ կարող ասեմ մյուս թիմերի մասին, ես այս թիմը լավ ճանաչում եմ, ուսանող տարիներից ճանաչում եմ ու բավականին հագեցած ու լավ թիմ է ստեղծվել։ Ինչն է փոխվել մինչև քո գալը ու քո գալուց հետո նյարդաբանական բաժանմունքում, ինչ է տալիս Սուրբ Գրիգոր Լուսավորիչի նյարդաբանական բաժանմունքը, ընդհանրապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մինչև այս վերջերս ու առաջ ինքը երկու տարբեր հիվանդանոցների մասին էր խոսքը գնում, իմ շտապ օգնություն աշխատելու ժամանակ, իմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը մի քիչ լրիվ ուրիշ հիվանդանոց էր, չեմ ուզում դրա մասին, հիմա ինքը լրիվ ավելի կայացած, ավելի ուժեղ կլինիկա է, ուրոլոգիայի բաժանմունքը կարամ վառ օրինակ բերեմ, արդեն ռոբոտ ասիստենտ վիրաբուժություն կա այնտեղ։ Դու ինչ ես բերել նյարդաբանական բաժանմունք ու ինչա կատարվում հիմա ձեր մոտ։ Քանի բժիշկ եք, ինչ եք անում եւ այլն։ Իրականում մեր 2018 թվականին, երբ որ ես վերադարձա Հայաստան, Եվրոպայից, իմ երևի թե ամենաճիշտ որոշումներից մեկը պետական բժշկական հաստատությունում իմ աշխատանքը սկսելն էր, ու 2019 թվականին սկսվեցին մեր վերակառուցումները, այսպես ասած։ Միականում այդ վերակառուցումը սկսվեց ու 2020 թվականին սկսվեց կոവിഡ്ը։ Կոവിഡ്ը մեզ 2 տարի այսպես ասած իզոլացրեց, կարելի ասել առողջապահությունից, որովհետև մենք 2 տարի փակ համակարգով աշխատում էինք որպես կոവിഡ് կլինիկա, բայց այդ փակ համակարգով աշխատանքը նաև ժամանակ տվեց 2 տարի հիանալի հնարավորություն տվեց սկսել ներդնել, կառուցել այդ բաժանմունքը, որովհետև ես արդեն ներկայումս կարող եմ հետ հայացք գցելով ասել, որ 2019 թվականից հետո մենք ամբողջությամբ վերակառուցել ենք նյարդաբանության կենտրոնը, այսինքն ինչ որ մենք ունենք, դա զրոյից կառուցված նյարդաբանության կենտրոնն է, որովհետև կոവിഡ്ից հետո զրոյից սկսել աշխատել, երբ որ 2 տարի դու մեկուսացված ես եղել քո մասնագիտությունից, թեկուզ չէ մրցակցային հարաբերություններից, սկսել հիմնադրել, կառուցել, ներդնել բաժանմունք եւ այդ կենտրոնի մեջ ոչ միայն դա ուղղակի բաժանմունք, այլ բազմաթիվ ծառայություններ, այսինքն այն ինչ որ մենք ունենք հիմա նյարդաբանական բաժանմունքներում, նյարդաբանության կենտրոնում ծառայությունների առումով, դրանք բոլորը նոր հիմնադրված եւ ամբողջապես տեխնոլոգիակապես նոր վիրազինված ծառայություններ են։ Առանցքային որ բացվեց դա ընդհանուր նյարդաբանության բաժանմունքներ, ամբողջապես նոր երիտասարդ թիմով եւ զուգահեռ նաեւ այդ ժամանակ մենք սկսել ենք այսպես ասած ձևավորել մեր կաթվածի կենտրոնը, նույն կոവിഡ്ի պատճառով այդ կաթվածի կենտրոնը բացվեց ուշ, որովհետև այդ 2 տարվա ընթացքում մենք չկարողացանք ռեալիզացնել, փակ համակարգ էինք, բայց ամենախոշոր ձեռքբերումը վերաբացումից հետո դա միանշանակ կաթվածի կենտրոնի ձևավորումն էր։ Կաթվածի կենտրոնը ներկայումս ինքը համապարփակ կաթվածի կենտրոնն է, ինչա դա նշանակում համապարփակ բառը, որ մենք այսօր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, մեր բաժանմունքի կաթվածի կենտրոնում կարող ենք սպասարկել եւ տրամադրել բուժօգնություն կաթվածի յուրաքանչյուր տեսակի համար եւ ամբողջական սպեկտրով։ Մենք չունենք այս պայդրությամբ կաթվածին վերաբերվող որևիցե միջամտական կամ բուժական գործընթաց, որը արվում է աշխարհում ինչ-որ միտեղ եւ մենք չենք անում։ Իսկ շտապ օգնություն տեղափոխեց, ինչեւ ֆիզիոթերապիա եւ այլն։ Ցանկացած վերականգնողական բուժում, արդեն իսկ ինտենսիվ խնամքի բաժանմունքից միջամտական եղանակներ, այսինքն ներանոթային միջամտություններ, արյունազեղումների դեպքում եւ ներանոթային եւ բաց վիրահատական միջամտություններ, դա նաև մեզ հաջողվեց մեր շատ լավ կայացած անոթային նյարդավիրաբուժության թիմի, որը նույնպես միացավ մեզ բժիշկ Բադալյան Սևակի գլխավորությամբ, որը որ բնականաբար շատ մեծ ուժ ներդրում էր կաթվածի կենտրոնի համար եւ մենք կարողացանք ձևավորել այն կաթվածի կենտրոնը, որի դեպքում մենք պրակտիկորեն չունենք խնդիր որևիցե կաթվածի դեպքի ախտորոշման, բուժման եւ նաեւ կանխարգելման համար
որովհետև ամբողջ գործիքակազմը տիրապետում ենք։ Դա երևի թե ամենամեծ ձեռքբերումն էր։ Երկրորդը նաև տեխնիկական համալրվածության հարցն էր, որովհետև արդեն իսկ ներկայումս մենք կարողացանք սահմանազատել կաթվածի ծառայությունները այլ ծառայություններից, դա ինչի մասին է խոսում, որ ներկայումս կաթվածի պացիենտը երբ որ մտնում է բժշկական կենտրոն, ինքը առանձնացված ծառայություններ է ստանում լրիվ առանձին բլոկով, այսինքն ինքը չի սպասում հետազոտության համար հերթ, իր համար կա առանձին հետազոտական բլոկ, չի սպասում իր կաթետերիզացիոն լաբորատորիայի հերթին, որտեղ կա առանձին կաթետերիզացիոն լաբորատորիա, այսինքն մեր սրտաբանը ունի իր լաբորատորիան, անոթային վիրաբույժը իր նյարդաբանը, այսինքն պացիենտը չի սպասում, որպեսզի պացիենտ չի սպասում, որպեսզի հերթը հասնի, որպեսզի ինքը զբաղված կաթետերիզացիոն լաբորատորիայից հետո մտնի բուժօգնություն ստանալու, այսինքն փեղեկված այդ ծառայությունները, որ մաքսիմում արագացնում է բուժօգնության տրամադրման ժամանակահատվածը։ Հարազատը տեսավ մարդուն, հարազատը տեսավ ինչ գանգատներից ինքը պետքա արդեն շատ արագ հասկանա, որ սկսվեց ինսուլտը։ Ահա։ Ինչ պետքա անի ինքը այդ պահին։ Ամենակարևոր գործոնը ցանկացած սուր զարգացած գանգատի դեպքում, որը որ կարող է հուշել կաթվածի մասին, դա ինչն է։ Խոսքի խանգարում, հանկարծակի զարգացած, վերջույթում թմրացություն կամ թուլության զարգացում, անհասկանալի գլխապտույտի զարգացում հավասարակշռության կորուստ, գիտակցության մակարդակի անհասկանալի ընկճում, դեմքի ասիմետրիայի զարգացում, ցանկացած տեսողության անհասկանալի սուր զարգացած կորուստ, տեսադաշտի սահմանափակում, ցանկացած այս գանգատները, որոնք կտրուկ են զարգանում, առավել եւս եթե իրենք զարգանում են որից է նախատրամադրվող գործոնի ֆոնին, օրինակ բարձր զարկերակային ճնշում, հայտնի ուղեկցող հիվանդություններ, սիրտանոթային շաքարային դիաբետ եւ այլ, առաջի քայլը որ պացիենտը պետք է անի, ընդհանրապես պետք է զանգի շտապօգնություն, որովհետեւ այստեղ որ այդպես շատ ծեծված այսպես եզրույթ կա, որ գլխուղեղը ժամանակը դա գլխուղեղ է, այսինքն ցանկացած կորսված րոպե ինքը մի քանի միլիոն կորսված նյարդային բջիջ է։ Դա ինչքան շուտ ինքը զանգի շտապօգնություն, եւ շտապօգնությունը այստեղ նաեւ շատ մեծ դեր ունի, ինչքան շուտ շտապօգնությունը գնահատի եւ կապ հաստատի մոտակա բուժհաստատության հետ, կաթվածի կենտրոնի հետ, այնքան պացիենտը մեծ շանս ունի փրկվելու, այսինքն փրկելու ուղեղահյուսվածքը, կանխելու մահացությունը, ինչու՞ չէ նաեւ էապես նվազեցնելու հաշմանդամությունը կամ ընդհանրապես առանց նյարդաբանական դեֆիցիտի դուրս գալու հիվանդանոցից։ Մենք շատ նաև պայքարում ենք այս հարցի շուրջ, որովհետև ցավոք սրտի շտապօգնության համակարգում մենք պացիենտների ոչ նպատակաուղղված ուղղորդումներ ունենք, այսինքն պացիենտը կարող էր օրինակ Ավան համայնքից գնալ քաղաքի մյուս ծայրը կաթվածի բուժօգնություն ստանալու, իսկ այդ 40 րոպեն ճանապարհի վրա արդեն իսկ իր ուղեղը մահանում էր։ Եվ ամենաառանցքայինն այստեղ դա մոտակա կաթվածի կենտրոն դիմելն է։ Ինչքան շուտ, ինչքան հրատապ, այնքան արդյունքը ավելի լավ։ Մարզերում ունենք, հա, կաթվածի կենտրոններ։ Այո, դա հետաքրքիր է, էլի։ այո, իրականում կաթվածի բուժման ազգային ծրագիրը երևի մեր առողջապահության ամենակարևոր ձեռքբերումներից էր վերջին տարիներին ու այդ ծրագիրը ինքնանպատակ կլիներ, եթե ինքը չտարածվեր դեպի մարզեր աշխարհագրորեն, որովհետև շատ հաճախ մեր մարզերի բնակիչները, որոնք որ նույն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, զրկված են ուղղակիորեն այդ կյանք փրկող ու հաշմանդամություն կանխող միջամտությունից, որովհետև ֆիզիկապես հեռու էին գնում, ռեգիոնալ առումով հեռու էին գտնվում։ Եվ կաթվածի բուժման ազգային ծրագիրը բավականին տարածվեց վերջի շրջանում։ Սկզբնապես հիմնադրվեց Գյումրու կենտրոնը, որը ապահովեց մեր հյուսիսային շրջանների բնակչության ժամանակին կատարվող միջամտությունները, այնտեղ նույնպես կաթվածի միջամտությունները ամբողջ ծավալով վարվում են եւ բարեբախտաբար դա Շիրակի, Լոռու մարզի, Արագածոտնի մարզի տարածաշրջանի համար, այսպես ասած, փրկության ուղղակ էր։ Մեր գոլեգա Բաղդասարյան Ժորայի գլխավորությամբ, որ հիանալի կենտրոն ստեղծեց եւ շատ մեծ ներդրում ունեցավ նյարդաբանության զարգացմանը մարզում։ Այնուհետ Լոռու մարզում մենք կաթված, այսպես ասած, ստրոկրիդի կենտրոն կա, որտեղ որ թրոմբոլիտիկ թերապիա է արվում, հետո պացիենտը ուղղորդվում է Գյումրի, այսինքն պացիենտը էլի ժամանակ չի կորցնում։ Վերջերս վերաբացվեց Գորիսի կենտրոնը, որը չափազանց կարևոր ձեռքբերում է, որտեղ աշխարհագրորեն ամենահեռու գտնվող կենտրոնն է, եւ այնտեղ պացիենտը ուղղակի ֆիզիկապես չէր կարող հասնել Երևան ժամանակին եւ այդ պացիենտները կորցնում են այդ հնարավորությունը։ Ինչեւ ուղղաթիռը կազմակերպել։ Ուղղաթիռը հարցի լուծում չի, որտեղ ռեգիոնալ առումով աշխարհագրորեն կլիմայական տեսանկյունից թռիչքների հնարավորությունը այդքան մեծ չի, այսինքն այդ ծավալը ապահովել թռիչքներով հնարավոր չէր։ Այդ պատճառով այնտեղ տեղա հիմնադրվեց կենտրոնը, որը արդեն իսկ գործում է եւ այդ կենտրոնը մեր առողջապահության ամենալավ օրինակներից մեկն է, որտեղ մեր բոլոր կաթվածի կենտրոնների աշխատակիցներն են հերթափոխով այնտեղ աշխատում, ապահովելու ծառայությունները, մինչեւ որ տեղում մենք ունենանք ծառայությունների զարգացում։ Եվ ամենավերջինը Մարտունու բժշկական կենտրոնում տեղադրված հիմնավորված
կատվելի ստրոկրիդի կենտրոններ, որը որ կառավարվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի արտաբանության կենտրոնի ենթակայության տակ, այսինքն այնտեղ հեռաբժշկության միջոցով պացիենտը ընդունվում է, տրոմբոլիտիկ թերապիայի ցուցման դեպքում սկսվում է, հետո պացիենտը ուղղորդվում է արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, հետագա բուժման կամ օրինակ եթե նաև թրոմբեկտոմիա ցուցում կա, նաև թրոմբեկտոմիա կատարելու։ Այսինքն այս պահին աշխարհագրորեն բավականին ընդլայնված է ծառայությունը եւ պրակտիկորեն կարող ենք ասել, այս պահին մենք ծածկել ենք հնարավորին չափ Հայաստանի ամբողջ ռեգիոնալ բաժանումները, երևի թե մի քիչ ավելի ուշացած է մնում Տավուշի դեպքերը, բայց կարծում եմ դրա լուծումն մոտ ապագայում կլինի։ Իսկ ինսուլտի ռիսկի գործոնները, այսինքն մենք խոսացինք շտապ օգնություն եկավ տարա, բայց կարելի չէ նաև հասնել ինչ-որ կանխարգելման, կան ինչ-որ կանխարգելի հետազոտություն, որ կարող ասի, այ քո մոտ գիտես ինսուլտի ռիսկը բարձր է, օրինակ սրտի համար, չգիտեմ, կորոնարոգրաֆիան շատ ուրախալի է կամ չգիտեմ, էլի հավելել հետազոտություն, շատ հիվանդներ գնում են կորոնա, ինչ-որ տարիքից սկսած, նայում են լիպիդային պրոֆիլը տարիներ շարունակ փոփոխված է եղել, ասում են գնանք մի հատ կորոնար անոթները կորոնարոգրաֆիայի հայտնաբերում են, ինչև ինֆարկտը ստենտավորվում են, հանգիստ ապրում են։ Կա ինսուլտի համար նմանատիպ տարբերակներ։ Անշանակ իրականում արտաբանական հիվանդությունների շարքում, եթե կատվածը վերցնենք, որ ամենաշատ մահացություն ու պերմանենտ անաշխատունակություն առաջացնող խնդիրն է, բայց միաժամանակ ամենաշատ ու ամենահեշտ կանխարգելելի խնդիրն է։ Եթե խոսում ենք կատվածից, իշեմիկ կատվածից օրինակ, իշեմիկ կատվածի դեպքերի 90%-ը կարելի է կանխել։ Այսինքն այդ դեպքերի մեծամասնությունը կապված է մեր բոլորիս հայտնի բժշկական հարությանը, մեր պացիենտներին էլ մենք բացատրում ենք դրա մասին, մոդիֆիկացնող գործոնների մասին, այսինքն կառավարելի ռիսկի գործոնների մասին։ Եվ այդ ռիսկի գործոնները մեծամասամբ նույնն են, ինչ որ սիրտանոթային հիվանդությունների դեպքում։ Դա ծխելն է, դա զարկերակային հիպերտենզիան է, դա դիսլիպիդեմիան է, այսինքն լիպիդային պրոֆիլի խանգարումները, դա սրտի ռիթմի խանգարումներն են, դա ավելորդ քաշն է եւ այլ եւ այլ։ Այսինքն սրանք այն բոլոր գործոններն են, իհարկե խոսքը այստեղ չի գնում այն գործոնների մասին, որ մենք չենք կարող կառավարել, գենետիկա, սեռ, ժառանգականություն եւ այլ, բայց այս գործոնների կառավարումը 90% դեպքերում թույլ է տալիս կանխել կաթվածի զարգացումը, այսինքն քաշի կառավարում, ծխել դադարեցնել, ալկոհոլ չչարաշահել, զարկերակային ճնշման կարգավորում, շաքարային դիաբետի կարգավորում, գլիկեմիայի, սրտի ռիթմի խանգարումներ, մասնավորապես շողացող արիթմիայի կանխարգելում կամ դեղորայքային բուժում, սրանք այն գործոններն են, որոնց կառավարման դեպքում մենք 10 ինսուլտից 9 կարող ենք չունենալ։ Այսինքն սա շատ հսկայական թիվ է, եթե մենք համեմատենք կանխարգելելի հիվանդությունների հնարավորություններին, կաթվածի համար դա հսկայական թիվ է, այսինքն մենք կարող ենք 90%-ով նվազեցնել կաթվածով հիվանդացությունը ընդհանրապես առաջնային պրոֆիլակտիկա անելով կամ կաթվածի առաջի դեպքից հետո գրագետ երկրորդային կանխարգելում իրականացնելով, որպեսզի չզարգանա երկրորդ, երրորդ կաթվածը։ Եվ այս դեպքում շատ կարևոր է, որում ապավագրական համակարգի ներդրումը կարծում եմ այս կանխարգելման ամենալավագույն գործիքներից մեկն է, որովհետև բարեբախտաբար մեր պացիենտները շնորհիվ ապավագրության սկսում են կանխարգելիչ հետազոտություններ անցնել, չկա ֆինանսական բեռ, կանխարգելման դեպքում դեղորայքն է տրամադրվում անվճար, այսինքն պացիենտը հակված է լինում դեղորայքը կանոնավոր օգտագործելու եւ էլի ֆինանսական բեռը եւ այլ գործոնները խոչընդոտ չեն։ Այս պարագայում իրապես կաթվածի կանխարգելումը աճում է։ Մենք նույնիսկ մեր կենտրոնում հետազոտություն ունենք նախապավագրական ժամանակահատվածում եւ պոստապավագրական ժամանակահատվածում, թե ինչքան պացիենտներ են կաթվածի դրվագից հետո շարունակել կամ դադարեցրել կաթվածի երկրորդային կանխարգելիչ բուժումը եւ ապավագրական համակարգից հետո այդ ցուցանիշները էապես բարձր են, այսինքն դա խոսում է նրա մասին, որ պացիենտի հակվածությունը կանխարգելմանը աճել է եւ դրա մեջ մեծ ներդրում ունի նաեւ հենց այդ հետազոտությունների ու դեղորայքի հասանելիությունը պացիենտին։ Շատ դժվար է մեկ այդ մոդիֆիկացնող նայեք, գիտես ինչն է ամենադժվարը մեր աշխատանքում, բժիշկների աշխատանքում, երբ դու ունես գոլեգաներ, որոնք շեղվում են այն նրանից, ինչ որ ասում է ապացուցողական բժշկությունը, շատ դժվար է, երբ որ գալիս է ճարպակալումով հիվանդ ու դու իրան ասում ես, չէ, գիտես GLP-1-ի ագոնիստներ կան, գիտես բարիատրիկ վիրաբուժություն կա, գիտես բան, ինքը գնում է երրորդ էնդոկրինոլոգի մոտ, վայ, թարգի, դու դրան ես քեզ հեսա նայ ոնց եմ հեսա նիհարացնում, բայց հասկանում ես, չէ, մարդու լիպիդային պրոֆիլը 5 տարի որ դու նիհարացնես, ինքը չի փոխվում։ Ու բերում է նմանատիպ խնդիրների դրա դեմ կարա օրինակ լիցենզավորման համակարգում է սպասում պայքարի, թե կարող եմ պլստա։ Չեմ կարծում, որ լիցենզավորումը այդ հարցը կլուծի, որովհետև դա առանձին դեպքեր են եւ այդ դեպքերի քանակը չափազանց մեծ է։ Այ ապրես, առանձին ու շատ դեպքեր։ Դա հնարավոր չի կառավարել ամեն բժշկի մասնագիտական գործունեությունը, որպեսզի բացառել նմանատիպ երևույթներ։ Այստեղ շատ ավելի կարևոր է, որ առաջնային բժիշկը պացիենտին բացատրի եւ դա հիմնավոր ինֆորմացիա։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք ստատինի նշանակման մասին, մեր բնակության մեծամասնության, այսպես ասած, կարծիքը եւ պատկերացումը
բացասական է, բայց երբ որ դու բացատրում ես դրա կարևորությունը եւ այլ, նաեւ նշում ես, որ դու չպետք է լաբորատոր ցուցանիշ բուժես, այսինքն դեղի նշանակում ոչ թե արյան մեջ թվի իջեցումն է, որ դու թվի իջեցումը տեսնես, դադարեցնես դեղի ընդունումը, այլ ինքը բազմաթիվ այլ գործոններ ունի, վահանիկների ստաբիլիզացիան եւ այլ։ Եվ նաև բացատրեց դրա կարևորությունը, որտեղ օրինակ նույն իշեմիկ կաթվածի պատճառների 80%-ը դա զարկերակային գերճնշումն է, այսինքն 80%-ը կաթվածի զարգացման դեպքերի կարելի է ճնշումը վերահսկել եւ ընդամենը 10 մմ սնդիկի սյունով սիստոլիկ ճնշման իջեցումը ինքը բավականին մեծ տոկոսով կրճատում է կաթվածի զարգացումը, ընդամենը 10։ Դե այդ եմ ասում, դա մեծ անոթի պատի վրա, դա մեծ նագրոսկայի իջեցումը է, էլի։ Հետևաբար այդ ամեն ինչը պետք է ուղղակի պացիենտին բացատրի, ոչ թե ուղղակի դեղորայ, որովհետեւ այդ ամենակարևոր ինֆորմացիան է։ Միանշանակ, որովհետեւ մեկ-մեկ երբ որ դու այս վերջերս էրեկտիլ դիսֆունկցիայով հիվանդ էր, ուսած թերթիկ եմ տվել, դրա մասին վիդեո էլ էի նկարել, ուսած թերթիկ եմ տվել, գրել եմ առաջի տեղը, ասենք, Viagra օգտագործես այսին ժամանակ, ու տակը գրում է երկրորդ երա քաշ կարգում 10-15% նվազեցում, չգիտեմ, այնտեղ էնդոկրինոլոգի հետ քննարկել, բան, սպորտ, սնունդ, ծխելը, բան անել, այս կամ այն կողմ, սա տալիս ես դու իրեն, ուսանկում ասած ձեր ասած արեցի չօգնեց, ասում եմ, որ ասած արեցի, դեղը խմել է, դեղը խմել է, այդ ընթացքում օգնել է, հետո չի օգնել, այսինքն ինքը այն ինչ որ պետքա փոփոխել իր կյանքում, չի գալիս, այդ փիլիսոփայություն կա, տենց որ մարդիկ մեկ-մեկ ավելի շատ փիլիսոփայություն սպլին ռուսական խումբ կա, գիտես, ռոք խումբը, հա, որ ասում է думают люди в Ленинграде и Риме, что смерть это то, что бывает с другими։ Այդտենց բանկար մարդիկ մտածում են սուպեր հերոս են, այդ ամեն ինչի իրաց չի վերաբերվելու, բայց հիմնական մարդկանց պետքա ցույց տալ, որ այդ ամեն ինչը շատ մոտ ու կարալ գա իրաց դուրնել հասնի հեսա։ Մենք մեր կենտրոնում այդ նույն հարցին, երբ որ մենք փորձում ենք պացիենտի հետ այդ կոմունիկացիան ապահովել, այդտեղ շատ կարևոր է, որտեղ մեր առողջապահությունում կարծում եմ մի հատ այդպիսի փեղեքում կա, բևեռացում, պացիենտ բժիշկը գլխավոր դերում է, պացիենտը пассив դիրքում։ Մեր մոտ այդպես չի, մենք պացիենտին չենք ասում, որ գիտեք, մենք վերստում ենք ձեր ամբողջությամբ պատասխանատվությունը եւ դուք ոչինչ, ոչ։ Առողջությունը առաջին հերթին պացիենտի սեփականությունն է եւ պատասխանատվությունը սեփական առողջության համար կիսում են բժիշկն ու պացիենտը, այսինքն պացիենտին պետք է բացատրել, որ քո հետագա բարեկեցության եւ բարողության համար դու ունես պատասխանատվություն, քայլերի հաջորդականություն, որոշակի կանոններ, որոնք որ դու պետքա պահես։ Ես չեմ կարող քո փոխարեն, օրինակ, ֆիզիկապես ակտիվ լինել, ես չեմ կարող քո փոխարեն վատ սովորությունները սահմանափակել։ Հետևաբար դու տեղյակ եղի, որ բժշկի աշխատանքը, ցուցումներ եւ այլ դա մի մասն է։ Մյուս պատասխանատվությունը քո դաշտում է։ Մենք կօգնենք քեզ, ճիշտ ուղղորդում կտանք, հնարավորինչամ կկանխարգելենք, բայց եթե դու սպասում ես, որ դու ոչինչ չանես, միայն բժիշկը դեղ նշանակի եւ փորձի կառավարել քո խնդիրները, այդ ձախողում է 100%, այդ միանշանակ։ Բիսլավնի ублюдки կինոն նայել ես Տարանտինո, ոնց ասում 3 գիրք որ խորհուրդ կտաս մարդիկ կարդան, ընթերցեն ընդհանրապես զարգանալու կամ 3 գիրք որ քո կյանքն են փոխել, էլի։ Ես մի քիչ քանի որ գրքասեր եմ, շատ կդժվարանամ։ Այ ուզում եմ ասել, հեսա որ մենակ մնում էր դու էլ ասես, որ ես բացի մասնագիտական ուրիշ բան չեմ կարդում։ Չէ, հակառակը, ես հիմա իհարկե շատ ավելի քիչ եմ կարդում, բայց նախկինում ես այդպես Խաչիկը մեր ուսանողական գիտական խմբի նախագահն է եղել երկար ժամանակ, ասիմանակ, ահա, տենց տպավորվել է էլի մոտս, հա։ Դե 3 գիրք ասա։ Ես շատ դժվար է գիրք խորհուրդ տալ մարդուն որպես այդպեսին, որովհետև բացարձակապես սպեցիֆիկ ես կարամ ասեմ, օրինակ վերջի շրջանում ինչն է, որ ինձ շատ տպավորել է, մեկը կարծում եմ բավական հայտնի գիրք է, բայց բավական ուշ տարիքում եմ կարդացել վերջերս, այդ Jared Diamond-ի Collapse-ն է, որը այս նոր աշխարհակարգի իր խնդիրների եւ այլնի վերաբերյալ է, խորհուրդ կտամ դա կարդալ, որտեղ ոնց որ հայերեն էլ է թարգմանած կարդես։ Ես ռուսերեն տարբերակն եմ կարդացել, կարծում եմ հայերեն կլինի, որտեղ բավական պոպուլյար գիրք է, ես ուղղակի ուշ դրա մասին իմացա։ Եվ մեկ էլ շատ հետաքրքիր է, քանի որ նշեցի, որ մի քիչ գիտաֆանտաստիկան հետաքրքիր է, Մարիա Կորելիի Սկորպ Սատանի, Սատանայի ողբը։ Էլի շատ հետաքրքիր գիրք է, խորհուրդ կտամ կարդալ։ Երբեք խորհուրդ չեմ կարդամ պատկանց կարդալ հաստատես գրքերը, որովհետև դա խիստ ինդիվիդուալ է։ Բայց եթե ընդհանուր առմամբ վերցնեմ, որ պարտադիր կարդալու գրականության ցանկում է, երևի թե ռուս դասականներից Դոստոևսկիի Ապուշը ու Տոլստոյի Վայնա իմերը, որովհետև այդ դրանք կարծում եմ բազայինն են, որոնք որ ֆունդամենտալ կրթությունից հետո բոլորը պետքա բան անեն։ Ու մաքսիմում մոտ են նաև մեր աշխարհամտածողությանը։ Մենք ինչքան էլ որ մտածենք, բայց ամեն դեպքում մոտ ենք մենք ռուս դասականների մոտեցումներին։ Միջին միլենիալը կամ հիմա զումերը Վայնայի վերտենալոց փորձի բան անել, հիմա
այդ ուշադրության հետ որ խոսքը գնաց ուշադրությունից, հիմա դե մեր ուշադրությունը անդադ 10-15 վայրկյանի վրա է, օրինակ ես իմ համար տրեյնինգներ եմ անում, մեկ տանջալի է այդ տրեյնինգները լինում, որ օրինակի համար կինոթատրոն եմ գնում, հեռախոս չեմ տանում հետս։ Քեզ մնում ոչ էլ ուտելիք եմ Երբ վերցնում, որ մենք խոսում ենք նեյրոֆիզիոլոգիայից, դա իրական բավական լուրջ խնդիր է։ Մեր հիմա մեր ուղեղի ֆիզիոլոգիան էլ է մոդիֆիկացվել։ Երբ որ ես Ֆրանսիայում սովորում էի, ապրում էի իմ տանտիրուհին էս ասած, ինքը լիցեի տնօրեն էր։ Ու իրենց մոտ ներդրվել էր նոր համակարգ, կրթական համակարգ, որտեղ որ դասաժամի տևողությունը կրճատել էին, որովհետև ապացուցվել էր, որ նախկին 40-45 րոպեի փոխարեն, որտեղ որ ուշադրության կենտրոնացման միջին ժամանակահատված էր, ժամանակակից սերունդի ուշադրության կենտրոնացման միջին տևողությունը 20 րոպեն չի գերազանցում։ Դրա համար դասաժամերը կրճատվել էր 25 րոպե, որտեղ մնացած 20 րոպեն ուղղակի անարդյունավետ ժամանակի կորուստ էր, այսինքն որոշակի առումով մեր սովորույթները նաև մեր գլխուղեղի ֆիզիոլոգիան են փոխում։ Ու դրա մեջ շատ մեծ դեր ունի հենց մեր այդ ինֆորմացիան առանց թերթելու, որովհետև այո, մենք ուղղակիորեն չենք ունենում ուշադրության ֆիքսում։ Մենք անընդհատ թարմացվող ինֆորմացիա, որը ոչ ֆիքսվում է, ոչ ձևավորում է կայուն ասոցիատիվ կապեր, եթե ցանկացածից եթե հարցնենք օրինակ այսօր առավոտյան ինչ եք թերթել, մեծամասնությամբ չենք հիշի։ Հերոսներ եք դուք, որովհետև կարողանում եք 40-45 րոպե կենտրոնանալ ու նայել Medcast-ը, դες բոլորին շատ սիրում եմ, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, բաժանորդագրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում ունեք առանձին, չէ՞։ Միոնց էր կոչվում Neurodaily, Neurodaily-ն մեր երիտասարդ բժիշկների ոնց որ շատ հավես է, բավականին հետաքրքիր է։ Պլաններ կան նաև ավելի ծավալելու, մի քիչ շատ ավելի հանրամատչելի ինֆորմացիա տալու, ուսում ենք ժամանակ ունենանք դրա համար, թիմ ունենք դրա համար, մենք խոսեցինք դրա մասին, մենք 15 հոգանոց երիտասարդ նյարդաբանների հիանալի թիմ ունենք, ես ուղղակի պարտանում եմ մեր թիմով։ Ու կարծում եմ, որ այդ հնարավորությունը կունենանք նյարդաբանությունը ավելի հասանելի ու դարձնելու կարևորությունը նշելու նմանատիպ եղանակով։ Դե ինչ, այսքանն էր այսօր Medcast-ը, առողջ եղեք, պակա։